Բարով արչապետ ներկայացնեմ նոր Սայմ Սուրբ դրոշնա, որի հետ միասին ես Հարությանը ներկայացել եմ և հայացել եմ որպես արդիշոպի հողով։ Եվ միակ մարդը, որ արժանի է, որ նվիրեմ իմ Սուրբ դրոշը այն մարդը, ում ես վստահում եմ, որ առաջնորդի Սուրբ դրոշը վստահում եմ։ Մեծարգո պարոն վարչապետ, Չելի ժողովուրդ, այսօր նաև մեր վարչապետի ծննդյանօրն է և ինչպես ինքն է իր կյանքը դրել Սոհասեղանին մեր ժողովրդի համար, մեր ժողովուրդը կանգնած է ու կանգնելու է մեր վարչապետի մեջքին պարոն վարչապետ շնորհավոր Պարզայ ինչ է նշանակում Շնորհավոր, շնորհավոր, շնորհավոր Երեխեք, միացեք Ուրա, եթեք Նիկոլ, վարչապետ, Նիկոլ, վարչապետ, Նիկոլ, վարչապետ, Նիկոլ, վարչապետ Երեխեք ջան, գնացեք ես տորթը կտրեք կեր։ Հոպարչան, Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Մալաչա Սեբաստիային, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին և կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Զարգացնում ենք և կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները և նաև ես բազմիցս եմ ասել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, տրանսֆորմացիայի փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետև այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ և ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք, այդ թվում այն պատճառով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում, նաև ուզում եմ ասել, որ Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի։ Իսկ որոշումը բնականաբար պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով, որ պահին տեղի կունենա այդ հանրաքվեն, սա էլ է շատ էական հարց, համենայն դեպս մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը, Եվրոպական միությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է, ինչու, որովհետև ըստ էության հիմնավորումը չկա, այսինքն բալանսը ձևավորված չի, որպեսզի մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել այս ճանապարհով գնալ, թե մյուս ճանապարհով, այսինքն այսօր այդ ընտրությունը տեսական է,
եւ տեսական ընտրությունը հանրակրվեի դնել է իհարկե այնքան էլ խելամիտ եւ ճիշտ չէ եւ հիմնավորված չէ հետեւաբար մենք կշարունակենք հանգիստ հանդարտ առանց մեծագույն խնդիրն է նոր որակի պետություն ստեղծելը կամ ավելի ճիշտ Հայաստանի Հանրապետությունը նոր որակի պետություն դարձնելու բնականon գործընթացը շարունակելը։ Այսօր Հայաստանում ընդամենը ժամեր առաջ Գագարին բնակավայրում տեղի ունեցավ արհեստական բանականության առաջին գործարանի բացումը շուրջ ավելի քան 70 միլիոն դոլարի ներդրմամբ։ Հունիսի մեջ տեղի կունենա արհեստական բանականության երկրորդ գործարանի բացումը հրազդանմեքենա գործարանի տարածքում, որը ըստ կանխատեսումների կարող է դառնալ մինչև 5 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանի Հանրապետությունով։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ակտիվորեն է մտնում տեխնոլոգիական եւ տնտեսական տրանսֆորմացիայի փուլ։ Ժողովուրդ ջան, այս փսլինքներին հիշում եք, այն որ հաշվը հարդարով էին սպառնում վարչապետին ու այլ պետական պաշտոնյաների, բացահայտվել են ու բացահայտվելու են մինչև վերջ ու պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։ Ոմանց թվում է, թե իրանք կարան թաքնվելով սև դիմակների հետևը, ինչ ասես խոսան ու տերորիզմի մասին կոչեր անեն, որ տերոր են անելու, ինչ որ ճանապարհներ են գիտեն եւ այլն, բայց մենք ձեր մասին ավելի շատ բան գիտենք, այ փսլինքներ, այդպես դատվելու եք բոլորդ, մինչեւ վերջի օրը նստելու եք օրենքով սահմանված կարգով։ Հենց որ խելքներդ գլուխներդ հավաքեք ու չփորձվեք այդ տոնով խոսալ Հայաստանի Հանրապետության եւ նրա ընտրված պաշտոնյաների մասին։ Նախկին օլիգարխիան մի հատ այսպիսի բնավորություն ունի։ Իրենց համար ընտրակաշարք բաժանողներին եւ իրենցից ընտրակաշարք վերցնողներին մոռանում է, երբ որ նրանք բռնվում են։ Նրանք փուրն են տալիս այդ մարդկանց, հետո քաշում են մի կողմ։ Հունիսի 7-ին նրանց մեծ մասը դառնալու է պատմություն։ Իսկ ձեր պատմության մեջ գրվելու է, որ դուք ընտրակաշարք տվող կամ ընտրակաշարք վերցնող հանցագործներ եք։ Որոշեք ձեր ճակատագիրը, որոշեք ձեր երեխաների ճակատագիրը։ Ուզում եք, որ նրանք ապրեն ազատ եւ արդար երկրում, նրանք ապրել են ազատ եւ արդար երկրում, բայց դուք ընտրակաշարք բաժանող եւ ընտրակաշարք վերցնող հանցագործ եք լինելու, եթե գնաք այդ քայլին։ Անկախ նրանից դուք Հայաստանում եք, թե եկել եք հեռավոր երկրներից։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ընտրակաշարք վերցրած 68-ամյա տղամարդը կալանավորվել է դատարանի վճռով։ Սիրելի քաղաքացիներ, եթե ձեզ ընտրակաշարք են բաժանում, լավ իմացեք, որ դուք այդ ընտրակաշարքը ծախսելու ժամանակ չեք ունենալու, որովհետև ձեզ ընտրակաշարք վերցնելու համար բռնելու են, դուք կալանավորվելու եք, իսկ հետո էլ մեղադրական վերդիկտից հետո նստելու եք բանտում երկար տարիներ։ Մի վերցրեք ընտրակաշարք, հեռու պահեք ձեր մտերիմներին, հարազատներին, բարեկամներին ընտրակաշարք վերցնելուց անգամ, որտեղ վերցնելը եւս քրեորեն պատժելի է եւ դուք դրա համար հայտնվելու եք բանտում ու հետո նեղանալու եք ամբողջ աշխարհից։ Մի վերցրեք, որ չնստեք ու տարածեք մաքսիմալ այս տեսանյութը, որպեսզի հեռու պահեք մարդկանց բանտ ընկնելուց։ Հիշում եք ժողովուրդ, որ հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում էր, մենք էլ էինք զգուշացնում, որ ընտրակաշարք վերցնելու դեպքում ձերբակալվելու, կալանավորվելու եւ պատժվելու եք ու կապ չունի այդ փողը վերցրել եք Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որտեղ մենք դա բացահայտելու ենք եւ ահա այս ձայնագրությունը, որ հիմա դնում եմ, հիմա լսենք մի պահ, հենց դրա մասին է։ Ասli что մայիսի կես կեղնիկ, մայիսի վերջել է как урերտակ ընտրության, փարենքի դան 30,000 туда браться. Има туда ցույցերուն ուրա բանկերին ցույցերուն կիդան. Ցույցերուն տես հանգարցեմալ չեղնի վերուսուչի կաս։ Հետի կեղնի ինչ վերում։ Կարող է պարենտան վերուսուչի կաս։ Շատ բանկերին երկրորդը այնոնք տոմս է կարն հարունքնի 30,000 para է կիդան։ Տոմս չնար։ Բանջոչ։
Որովհետև ты մենակ туда вот эти. Չէ, կա, ասենք туда обратно այդ туда обратно նոր կզի չտված այդ туда обратно նոր 10,000 ուրանք պայա դուրանք կրայի տերած։ Դուրան կտոմ սարան ես իչքտոմ։ Դուրան կարոտ կատերն կարտեսնակ էլի հետ կավավտոյով կանող կերնի աստոյով դիտավ դեզով չաստյով։ Այսինքն այս մեր թույլիկները մարդկանց մոլորեցնում են, մեր որոշ ձերքից եւ այլ տեղերից թույլ մարդիկ էլ մոլորվում են եւ ընտրակաշարք վերցնելով գալիս են Հայաստան եւ փորձում են ըստ էության ընտրակեղծարարությամբ զբաղվել, ժողովուրդն չի ստացվելու, չի անցնելու, բռնվելու եք բոլորդ, հատ, սա պետություն է եւ այդ պետության համը ոչ միայն մնալու է ուժեղների առաջնորդների բերանում, այլև բոլոր նրանց միջոցով հանցագործություններ կատարողների։ Տարածեք, որ բոլորն իմանան, ով որ Ռուսաստանում կամ այլ երկրում կաշառքա վերցնելու եւ գալու է Հայաստանում իր ձայն այդ կաշառքով տալու է որևէ ուժի, բոլորը ձերբակալվելու են եւ կալանավորվելու եւ դատապարտվելու։ Սամանս են կարգին փոխել են կոպեկտի վերևից յուլենք պերսնի։ Ասում էինք, չէ՞ որ բռնվելու եք։ Այս քաղաքացին Հայաստան գալով բռնվել է, բայց ոչ նրա համար, որ ցանկանում էր ավել տված գումարով ջուլել վարչապետին, այլ նրա համար, որ մոտավորապես 30,000 ռուբլիի դիմաց եկել է Հայաստան քվեարկելու ուժեղ Հայաստանի օգտին։ Եվ այսպես բոլոր են քաղաքացիները, որոնք այս կամ այլ կերպ շահագրգռվում են գումարով կամ այլով եւ գալիս են Հայաստան քվեարկելու որևէ ուժի համար, բռնվելու են եւ մինչեւ 33 թվականը անցկացնելու են բանտում։ Ինչ կարծիք ունեք այն քաղաքական ուժի մասին, որոնք կեղծ թեզեր են տարածում ի օգուտ Ադրբեջանի, իբրև 300,000 ադրբեջանցի պետք է մուտք գործի Հայաստան։ Նա սկսեմ նրանից, որ այդ մարդիկ, այդ ուժերը քաղաքական ուժի հետ ոչ մի ասոցիացիում չունեն, դրանք խմբավորումներ են, մարդիկ, ովքեր որ օտար երկրի շահերն են սպասարկում մեր երկրում, օտար երկրյա թեզերն են առաջ տանում մեր երկրում, իշխանությունը զավթելու եւ կրկին Հայաստանի Հանրապետությունը շատ 30-40 տարի հետ մղելու համար այլ երկրի ոտերի տակ, այսպես ասած, մատաղ անելու համար։ Բոլոր այն թեզերը, որ նրանք ասում են Ադրբեջանի վերաբերյալ 300,000 հայերի ադրբեջանցիների վերադարձի իրականությանը չեն համապատասխանում, փորձում են այդպես մանիպուլացնել հասարակությանը, բայց մեր հասարակությունը այնքան իմաստուն է, գիտակից է, խելացի է, որ շատ լավ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում եւ ինչի համար են նրանք այդ բաները ասում։ Ողջունում եմ ուժեղ երևանցիներին։ Սամո, ինչ կա։ Շատ բան չունենք ասելու։ Բայն 300,000 ադրբեջանցիներից ինչ կա։ Գտնելու են բոմժերի, պասպորտը տան, ասեն գնացեք ընդ։ Դե իրենք ագրեսիվ մասա են ուղղորդելու։ Ադրբեջանցի բոմժերին բերում են Հայաստան, որ ինչ անեն։ Ովքեր շատ արագ 10-15 երեխա ունենալով։ Այսինքն ադրբեջանցի բոմժերը գալու են Հայաստան 15 հատ երեխա ունենա։ Փորձելու են փոխել ժողովրդագրական տվյալները Հայաստանում։ Քանի որ ինչ, մի 10 տարի հետո մի հատ ռեֆերենդում կանեն։ Այսինքն ադրբեջանցի բոմժերը 10 տարում 15 երեխա են ունենալու, որ մասնակցեն ռեֆերենդումի, այդ 15 երեխան էլ 10 տարում դառնալու են 18 տարեկան։ Եվ միացնեն երկու պետությունը իրար։ Սամո ես լուրջ ես ասում։ Հավատացեք ինձ։ Դրա համար էր են ծալապակաս տղետ նախարարություն բացում։ Ծալապակաս սուտասաններ։ Առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցները չի լուծվում։ Да что ты, черт побери, такое несешь?